Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Հայ վարորդներ նահազանգում են 10 օր է մեր հայրենակիցները Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում են ագարակի անցակետի մոտ, սակայն չեն կարողանում մուտք գործել Հայաստան։ Նշում են, որ մաքսատանն իրենց անտեսում են, դուրս չեն թողնում, բայց պարսիկները առանց որևէ խնդրի ներս ու դուրս են կարողանում անել։ 1000-ից ավելի բեռնատար Իրանի տարածքում է եւ այս պահին դուրս գալու հույս չունեն։ Գնդակը Թուրքիայի դաշտում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ճեպազրույցում պարզաբանել է, թե ինչու է հետաձգվում հայ-թուրքական սահմանի բացումը։ Փոխարգոստնախարարի այցը Թուրքիա, Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում էր, դուք գիտեք, որ տարբեր ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչի հետ, այլ նաև ԱԳՆ մակարդակում շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակներում շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում եւ սա այդ շրջանակն է։ Իսկ կոնկրետ պայմանավորվածություններ էր այս անգամ ձեռք բերվում, թե նախկինների մասիններ, այսինքն կոնկրետ օրակարգը ո՞րն է կա։ Արտգործնախարարությունը այդ հանդիպման վերաբերյալ տվել է տեղեկատվություն եւ ես կարծում եմ դա բավարար է այս փուլում։ Պարոն Ռուբինյան, հանդիպման վերաբերյալ նշեցիք հստակ չկա։ Ես ասացի, որ երբ որ վարչապետի այցը պլանավորվում կամ պիտի տեղի ունենա, պատշաճ ժամկետներում կառավարությունը դրա մասին տեղեկացնում է։ Դուք հանդիպում ունենալու եք ձեր թուրք գործ։ Այս պահին հաստատված ժամկետ հանդիպման չկա։ Սահմաններն ինչ եղավ երրորդ երկրների եւ դիվանագիտական ներկայացուցիչների։ Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, որպեսզի դա տեղի ունենա եւ մնացածը արդեն Թուրքիայի դաշտում։ Իսրայելը նոր գործողություն է պատրաստել Իրանի դեմ, ամերիկյան Մերի Սթրիթ հեռուստաալիքին ասել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Էչիել Լեյթերը։ Մենք մի քանի անակնկալ ենք պատրաստել, երբ փոշին նստի հինգշաբթի եւ ուրբաթ օրերին կտեսնեք որոշ անակնկալներ, որոնց համեմատ Լիբանանում Հեզբոլայի դեմ Փեյջերի գործողությունը գրեթե դատարկ բան կթվա, ասել է Լեյթերը։ Մերձավոր Արևելքի երկինքը շարունակում է թնդալ Իրան-Իսրայել հրթիռակոծության վերջը չի երևում։ Իսլամական Հանրապետությունը հուժկուհարվածներ է հասցրել Թել Ավիվին եւ Իսրայելի մյուս բնակավայրերին։ Իրանի օդուժը կիրառել է թևավոր բալիստիկ հրթիռներ եւ անօդաչուներ։ Կան ավերածություններ, միաժամանակ հրեական պետության բանակը թիրախավորել է իրանական բնակավայրերը, մասնավորապես Թեհրանն ու միջուկային օբյեկտները։ Իսրայելը հայտարարել է, որ սպանել է Իրանի զինված ուժերի միասնական մարտական հրամանատարության շտաբի պետ Ալի Շադմանիին, որն այս պաշտոնում 4 օր առաջ էր փոխարինել սպանված մեկ այլ գեներալի։ Իրանի պետական հեռուստաընկերությանը հարվածելու հետևանքով էլ զոհվել է 3 աշխատակից, կան վիրավորներ։ Թրամփն ընդհատել է այցը Կանադա, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ G7 գագաթնաժողովից շուտ է հեռացել ոչ թե Իրան-Իսրայել հրադադարի շուրջ աշխատելու, այլ ավելի լուրջ բանի համար։ Նա մանրամասներ չի բացահայտել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ ասել էր, որ Թրամփը մեկնում է հրադադարի հարցի համար, սակայն ըստ Միացյալ Նահանգների նախագահի Էմանուելը հերթական անգամ սխալվել է։ Թրամփը կարծում է, որ Իրանը հիմա բանակցության սեղանի մոտ է ու ցանկանում է համաձայնության հասնել։ Սոցիալական ցանցում Թրամփը գրառում է կատարել դիմելով իրանցիներին, բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թեհրանից։ Նախագահը նաև հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից եւ Ղարաբաղից, սոցիալական ցանցերում գրել է իրանցի քաղաքագետ Սալար Սեյֆը, դրանց թիրախում ըստ մասնագետի Թավրիզն է եղել։ ԱՄՆ-ն տանկերային ինքնաթիռներ է տեղակայում Եվրոպայում Իրանի հետ լարվածության ֆոնին, գրում է Պոլիտիկոն, խոսքը ամերիկյան ռազմաօդային ուժերի տասնյակ միջոցների մասին է։ Նրանք անցյալ շաբաթվա վերջին լքել են ամերիկյան բազաները եւ տեղափոխվել Եվրոպա։ Այս վերաբաշխումը նախատեսված է Մերձավոր Արևելքում ցանկացած գործողությանն աջակցելու համար։
Թուրքիան տեղյակ էր Իրանի վրա սպասվող հարձակման մասին, գրում է Middle East Eye-ը։ Իսրայելական ինքնաթիռներն օգտագործել են Սիրիայի և Իրաքի օդային տարածքը Իսլամական Հանրապետության տարածքում թիրախներին հարվածելու համար։ Դեկտեմբերից Բենյամին Նեթանյահուի կառավարությունը ոչնչացրել է Սիրիայում գտնվող բոլոր օդային պաշտպանությունները։ Իրանը ներկայացրել է նոր շահեդ 107 ԱԹՍ-ն, որն օգտագործվում է թշնամական թիրախների դեմ։ Այն հագեցած է մխոցային շարժիչով, որը թույլ է տալիս ինքնաթիռին թռչել ավելի քան 1500 կիլոմետր։ Վերջերս էլ հրապարակվել էին լուսանկարներ, թե ինչպես է շահեդ 107-ի նման իրանական անօդաչու թռչող սարքը մոտենում Իսրայելի Arrow 3 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգին։ Իրանական քաղաքական և փորձագիտական շրջանակները հաճախ են նշում, որ Իրան-Իսրայել հակամարտության մեջ իսրայելական կողմը հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի արբանյակ։ Հետաքրքիր է, որ հենց Իսրայելում էլ կա նման տեսակետ։ Ընդ որում այն հնչել է շատ ավելի կոշտ Իսրայելի բանակի հետախուզության Իրանի բաժնի նախկին պետի կողմից։ Պաշտոնյան ասել է, որ այս հակամարտության մեջ Իսրայելը Միացյալ Նահանգների մահակն է։ Թելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նա նաև նշել է, որ Իսրայելում չափազանց խիստ գրաքննություն և վերահսկողություն է իրականացվում թույլ չտալու, որպեսզի հատկապես այս երկրի ռազմական և կենսապահովման ենթակառուցվածքներին հասցվող իրանական հրթիռային հարվածների կադրերը հայտնվեն ԶԼՄ-ներում։ Կադրեր են տարածվել, թե ինչպես են իսրայելական ուժերն առգրավում ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեխնիկան Հայֆա քաղաքում։ Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու նախագիծը չներառվեց ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում, այն ավելի վաղ բավական բուռն քննարկվել էր Պաշտպանության հանձնաժողովի նիստում։ Այս հարցով անգամ նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանն ու Անդրանիկ Քոչարյանը վիճել էին, ուշագրավ է, որ դրան դեմ է քվեարկել նաև Հայկ Սարգսյանը։ Այն նախագիծը, որը Հայկ Սարգսյանի հեղինակածն է եւ հիմա քվեարկվելու է, կառավարության կողմից Սուրեն Պապիկյանը նստած է, Պաշտպանության նախարարության որևէ առաջարկ ընդգրկված չի։ Որևէ առաջարկ ընդգրկված չի եւ մենք հայտնվելու ենք այս նախագիծը օրակարգ բերելով հայտնվելու ենք խառնաշփոթի մեջ։ Բանակի բարեփոխման ռազմավարությունը գտնվում է մեր առաջնահերթությունների շարքում եւ այդ թվում այս նախագծի մեջ կան հարցեր, որոնք որ կարող են հասցեագրել բանակում բարեփոխումների մեր նպատակները, սակայն այնուհանդերձ առանձին կարգավորումները, դրանց ձևակերպումները եւ սահմանումները, ինչպես նաեւ քննարկման ժամանակը խմբակցության է բերել այն համոզման, որ այս նախագիծը այս պահին այս տեսքով չենք կարող ընդունել։ Ես առաջնորդվելով վարչապետի հանձնարարականներով կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք այն բարեփոխումները եւ այն ուղենիշերը, որ վարչապետն է դրել մեր առաջ եւ կառավարության ծրագրում առկա են, դրանք կարողանանք կյանքի կոչել։ Ես նույնպես դեմ կքվեարկեմ օրենքի նախագծին։ Շնորհակալ եմ։ Խորհրդարանի այս նստաշրջանի օրակարգում է Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը։ Ընդդիմադիր падգամավորն ազգային ժողովի նախագահից հետաքրքրվել է, ինչու է իր հայցը օրակարգի հերթականությամբ վերջինը։ Նիկոլ Փաշինյանը, որը եւս խորհրդարանում է, ժպիտով է արձագանքել Մինասյանի այս հարցին։ Падգամավորը հորդորել է միջնորդությունն ավելի շուտ քննարկել, որպեսզի հանրությունը տեսնի, թե ինչ քաղաքական հետապնդում է իրականացվում իր նկատմամբ։ Ինչու է դրվել վերջում, չեք կատարում այն ցանկությունը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր այստեղից եւ հաշվի առնելով նաեւ օրենսդրական մի շարք պահանջները, ինչու ավելի շուտ չեք դրել քննարկման։ Ձեր գործընկեր պարոն Օհանյանը ինձ նամակ է գրել, որտեղ տեղեկացրել է, որ ինքը ոտքի պրոթեզի չաշխատելու պատճառով չի կարող մասնակցել նիստին, իսկ ինչպես գիտեք, մենք չենք կարող դատախազի միջնորդությունը քննարկել, երբ որ միջնորդության մեջ ներկայացված անձը դահլիճում չի եւ բացակայում է հարգելի պատճառներով։ Այսօր առավոտից խորհրդարանում էր Նիկոլ Փաշինյանը, նա ազգային ժողով է գնացել բյուջե 2024-ի կատարողականը ներկայացնելու համար։ Ընդդիմիջման ժամին խորհրդարանի բացօթյա սրճարանում Փաշինյանը զրուցել է կուսակիցների հետ, մինչև այդ էլ տեսախցիկները ֆիքսել են ակտիվ շփումը փոխվարչապետերի եւ Կենտրոնական բանկի նախագահի հետ։ Որովհետև միշտ ցուսակում եմ, տենտամբող
Սրբույի Գալյանի հարցազրույցը լրագրողների հետ վերացվել է լեզվակռվի արդարադատության նախարարը սրտնեղել է, թե լրագրողների պատճառով մեմերի կերպար է դառնում։ Արդեն որերորդ անգամ է ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր իրականում շատ տարօրինակ եւ անհարգալից պահվածքին։ Եթե դուք ինձ հրավիրում եք հարցազրույցի, բարի եղեք, լսեք այն, ինչ ես եմ ասում։ Ոչ, որովհետև ես միտքս չեմ ավարտել։ Լսել մարդուն, ում ուղում եք հարց, ես շատ մեծ սիրով եւ շատ երկար ժամանակ կտրամադրեմ ձեզ պատասխանելու ձեր բոլոր հարցերին։ Ինչի մասին է, չեմ հասկանում։ Այն մասին է, որ ինձ չեք հարգում։ Ես շարունակում եմ իմ խոսքը։ Ինչն եք շարունակում։ Չի եղել որևէ դեպք, երբ դուք ինձ հարց տաք եւ հարցը թողնվի անպատասխան եւ ես չտրամադրեմ ժամանակ։ Որ դուք ներողություն, բայց լրագրողների հարցերին լսում եմ։ Անհնար է ժողովուրդ, անկեղծ, ամեն անգամ ես ձեզ բոլորին հրավիրում եմ արդարադատության նախարարություն, լրագրողական իրավական տեսանկյունից էթիկայի եւ իրավական կրթության հետ կապված երկխոսություն ունենալու Փաշինյանը այդ ինքնավստահությունը լրագրողների հետ այդ տոնով խոսելու դասախոսություններ կարդալու ով է ձեզ ավարտեցի ես ավարտեք Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, թե պետք 4 օր է Նիկոլ Փաշինյանը գրառում չի արել վեհափառի եւ եկեղեցու մասին առավոտյան սաղմոսներ էլ չի տեղադրում էջում, սակայն եկեղեցու դեմ արշավը չի կարելի վերջացած համարել։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ այս լռությունը թվացial է, վարչակարգը շարունակում է ծածուկ աշխատել եկեղեցու դեմ, հավաքում են փաստեր, կոմպրոմատներ, մարտավարություն են մտածում, իսկ այս պասիվությունը պայմանավորված է տարածաշրջանի անկայունությամբ Իրան-Իսրայել պատերազմով։ Փաշինյանը գիտակցում է, որ եկեղեցու դեմ գրառումները հատկապես այս օրերին իրեն չեն ներվի ուստի սպասում են ջրերը հանդարտվեն, որ նոր շարունակեն պատերազմը, իսկ եկեղեցին վերցրել է իրեն նետված ձեռնոցը 3 կլոր սեղան էին կազմակերպել եւ բարձրաստիճան հոգեվորականներ, քաղաքական, հասարակական գործիչներ վերլուծում էին Փաշինյանի գրառումները, կոշտ գնահատականներ տալիս։ Հրապարակում կարդում ենք, ինչու կալանավորվեց Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, նախորդին անսպասելիորեն ձերբակալված, ապա կալանավորված Մկրտչյանը մի խումբ անձանց հետ ծեծել է իր նախկին աշխատակից Շենգավիթի ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին, որն աշխատել է թաղապետարանի քաղաքաշինության բաժնում, սակայն Մկրտչյանի հետ լեզու չգտնելու պատճառով ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից։ Նրանց միջև կոնֆլիկտը ծագել է, երբ թաղապետը հանձնարարել է քանդել համայնքում մի շինություն։ Մակարյանն ասել է, որ սեփականատերն իր հարևանն է, ճիշտ կլինի, որ այդ գործով այլ աշխատող զբաղվի, ինքը վատամարդ դուրս չգա։ Թաղապետն առարկել է եւ Մակարյանը դիմում է գրել։ Դրանից հետո թաղապետն էլ իր հերթին է սկսել սաբոտաժ անել Մակարյանի նախաձեռնած կուսակցական հավաքները, իսկ ծեծկրթուկի առիթը դարձել է այն, որ ՔՊ տարածքային ղեկավար Մկրտչյանի հասցեին նրա մտերիմներից մեկի մոտ հայոյախառն արտահայտություններ է արել։ Թաղապետը մտերիմին հորդորել է Մակարյանին իր տուն հրավիրել կուսակցական հարցեր քննարկելու պատրվակով, որտեղ էլ խմբով ծեծել են նրան։ Ծեծկրթուկից հետո մի քանի օր Մակարյանի տան մոտ ոստիկաններ են հերթապահել, քանի որ Մկրտչյանը սպառնացել է, որ դրանով չի վերջանալու։ Ապա այս կինոն քննարկել է կուսակցական նիստում եւ լուրը հասել է Փաշինյանին, որի հրահանգով էլ թաղապետը կալանավորվել է։ Եղանակ ջերմաստիճանը նվազում է առաջիկա օրերին, երեկոյան ժամերին սպասվում է անձրև, որոշ շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ, առաջիկա օրերին ջերմաստիճանը չի գերազանցի 30-ը։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը ու բաժանորդագրվում։